Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-5321 եւ հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրի։ Այսօր տաղավարին հյուրընկալել է միջազգայնագետ քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանին։ Բարի ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Պարոն Կարապետյան, մի փոքր խոսենք արտաքին հարաբերությունների, որից հետո ներքաղաքականին անցնենք, որը ավելի կարևոր է այս պահի դրությամբ նաև, որտեղ ունենք ներսում ունենք սպանության դեպքեր, ունենք ընդդիմության եւ իշխանության մեջ դեռ այդ արճակատումը ակնհայտ երևում է։ Մի խոսքով, ինչ ունենք արտաքինում, ինչ ունենք ներքինում։ Ալիևը այցի Գերմանիա։ Ինչ էր սա նշանակում։ Այլև այնտեղ հայտարարեց, որ Ադրբեջանն է եղել խաղաղության նախաձեռնողը եւ առաջարկը ընդունել է Հայաստանը։ Ինչու է հենց հիմա խոսվում դրա մասին եւ ընդհանրապես Բերլինում ինչ խոստացան կամ ինչ բանակցություններ գնացին, որ դրանից անմիջապես հետո Մերցը փաստորեն զանգ ունեցավ Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես է կապում այս երկու իրադարձությունները իրար եւ արդյոք Գերմանիա եւ Ադրբեջանի ռազմավարական համաձայնագիրը նոր ինչ որ վտանգավոր ուղեր չէ նաև Հայաստանի անվտանգության համար։ Տեսեք ցանկացած ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, առավել եւս երբ որ դա կնքում է Ադրբեջանը, բնականաբար Հայաստանի համար իրենից որոշակի ուղերձները, մինիմում ուղերձներ է պարունակում, պետք է հասկանանք դրա բովանդակությունը, պետք է հասկանանք դրա հակահայկական արդյոք դրվագներ իր մեջ պարունակում է թե ոչ, հետո տանք ստապ գնահատական, հետո արդեն անցնենք գործի, տեսնենք մենք ինչ ենք անում մեր մասով, ըստ տրամաբանության, լոգիկայի։ Գերմանիայի այցը շատ կարևորված էր նրանով, որ Ալիևը փորձեց եվրոպական հեգեմոն գերտերություններից մեկի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերության նոր մագարտակի ուրեմն իրավիճակ ստեղծել, որը իր մոտ ստացվեց, հետևաբար այո, այդտեղ մի լավ հարթակիր է իր համար ստեղծեց, որտեղ որ կարող էր հստակ ձևակերպում տալ, որ այո, ամբողջ խաղաղության ճարտարապետությունը իր ձեռքում է, որ նա է ճատագովը եւ ստեղծարարը նման իրավիճակի, ինչու՞ չէ նաև ասեց, որ Հայաստանի հետ կան որոշակի հստակեցումներ խաղաղության օրակարգի շուրջ, կան երկու ստեկ պայմանավորվածություններ, այո, ակնարկեց, որ սահմանադրությունը հայաստանյան կողմը պարտավորվել է ի կատարածել, իհարկե այստեղ էլի մնում է անհասկանալի, թե ինչ գնով եւ ինչ տարբերակով, որտեղ մեծամասնությունը այդուհանդերձ ազգային ժողովի չի ձևավորել գործող իշխանությունները, հետեւաբար հասկանում ենք, որ ինչ որտեղ այդ առաջ դրված տանային աշխատանքը ամեն կերպ պետք է լուծում ստանա։ Եվ Ալիևը էմոցիոնալ մագարտակի խոսակցություններ ի տարբերություն նախորդ խոսակցությունների եւ Շուշիի ֆորումի չարեց, ենթադրելի է, որ նա փորձում է ավելի խաղաղասիրական քաղաքական ճարտարապետություն ստեղծել եւ այնպիսի կոնֆիգուրացիա ստեղծել, որտեղ որ նա բարերար է, նա բարեգութ է, հումանիստ է, խաղաղության բացառապես կողմնակիցն է, հետեւաբար նա Հայաստանի հետ անգամ մեջբերում արեց տնտեսական ֆակտորը, որ Հայաստանը միակաղբյուրն ենք դարձել Ադրբեջանը Հայաստանի համար, հետեւաբար այստեղ գեղեցիկ այսպես շղարշ է գցում եւ ցույց է տալիս Ադրբեջանի ուրեմն խաղաղասեր կերպարը, այսպես ասած, բայց դրան զուգահեռ գիտենք, Բաքվում հայ գերիներն են, դատավարություններ կեղծ շինցու գործերով, եւ այս մասով հասկանալի է, որ մեր իշխանությունները մաքսիմալ զերծ են πάρում իրենց պրոբլեմատիկ տարբեր իրավիճակներից, որը կհանգեցնի ուրեմն խաղաղության գետ 1 գրամ, այսպես ասած, չեզոքացման, հետեւաբար փորձում են լինի դա միակողմանի զիջումների տեսքով, կոմպրոմիսային տարբերակներով, այդուհանդերձ այնպես անել, որ մեղմ ասած Ալիևը չճղացկվի, չջղայնանա։ Այսինքն ավելի շատ իրենց այդ էներգետիկ շահի մասին մտածելով են այս ամենը այս հայտարարությունները անում, որ իրենք էլ են նպաստելու հայ-ադրբեջանական խաղաղ այդ գործընթացին, այդ ամենը ավելի շատ իրենց է պետք, քան թե Բացի դրանից, տեսեք, մի հատ նոր իրավիճակ է ստեղծվում։ Ստեղծվում է նոր իրավիճակ, որ Ադրբեջանը ձեռք է մեկնում Հայաստանին եւ տնտեսապես օգտակարել են, այսինքն ստացվում է միակ
տարածաշրջանում ձևակերպում է տալիս միակ երկիր, որը տնտեսապես էներգոկիր որպես երկիր օգնում է Հայաստանի Հանրապետության, առավել ևս հայ-ռուսական հարաբերությունների այս ճգնաժամի փուլում։ Հիմա դա ինչպես է մեկնաբանվում եւ հետագայում ինչպես կմեկնաբանվի, դա յուրաքանչյուր փորձագետ թող իր կարծիք հայտնի։ Իմ սուբյեկտիվ կարծիքը հետեւյալն է. կախվածության մի նոր ստադիա է բացվում Հայաստանի համար, առավել ևս, երբ որ աչքի առաջ ունենք, որ մինչև դեկտեմբեր հայտնի Ղազախստանյան գագաթնաժողովից հետո ԵԱՏՄ հստակ դրված է Հայաստանի շուրջ, թե ինչ գործառույթներ պետք է ստանձնի կամ ինչից պետք է դուրս գա, տվյալ դեպքում կառույցից դուրս գալու այդ հայտնի խոսակցությունը, որը որ հասկանալի է, որ Հայաստանին տրվել է, այսպես ասած, ժամանակ մինչև դեկտեմբեր։ Հետևաբար ալտերնատիվ որպես այլ էներգո ռեսուրս ունեցող երկիր Ադրբեջանին Ռուսաստանին փոխարինելով նոր կախվածություն, նոր պայմանավորվածություններ, ինչու՞ չէ նաև նույն ռուսական գազը Ադրբեջանի միջոցով կամ նույն վառելիքը ցանկացած տեսակի վառելիքի ներկրումը Հայաստան ներկայացվի որպես ադրբեջանական եւ Ադրբեջանի օգնություն եւ այստեղ հասկանալի է նոր կախվածության այդ շղթան, որը բացում է Հայաստանի համար։ Հիմա այստեղ հասկանալի է, որ այս պահի դրությամբ, քանի որ արդեն իսկ ձևավորվում է ազգային ժողովը, ստացվում է մանդատները վերցնում են, ուժերը գալիս են խորհրդարան, հիմա պետք է հաջորդ իր առաջ դրված խնդիրը լուծի, այն է խոստացված, ուրեմն հռչակագրի մասի դուրս բերումը սահմանադրությունից եւ այստեղ իրենք ունեն լուրջ խնդիր։ Անկախ ամեն ինչից ունեն լուրջ խնդիր, որովհետև դա բացառապես սահմանադրության փոփոխության արդյունքում է եւ դա պետք է լինի բացառապես ազգային ժողովի ճանապարհով, որը որ տարբեր գործիքակազմներով ու մեխանիզմներով պետք է կիրառեն հայտնի մարտագողության այս պարագայում արդեն եթե մինչ այդ քվեագողություններ հիմա մարտագողության տեսքով, որովհետև պետք է ապահովեն այն թիվը, այն քանակը, որը որ բերի նրան, որ կարողանան սահմանադրական մեծամասնություն կազմել ու կարողանան փոփոխություն անել։ Առերևույթ սրանք նաև վտանգավոր հանգամանքներ են իրենց մեջ պարունակում, ինչ խոսք, հետևաբար այստեղ տվյալ իրավիճակում որոշակի արդյոք քաոս կլինի, թե չէ, դա հարցի մյուս կողմն է, ինչպես մեր նախորդ զրույցների ընթացքում մենք ֆիքսեցինք, դերևս քաղաքական պայքար չձևավորվեց այդպես էլ, փողոցային պայքար եւս, հետեւաբար ուրեմն ընդդիմությունը հաստատի ընդունեց, որ այդուհանդերձ լեգիտիմ է, այո, թեև ամենանվազ լեգիտիմությամբ խորհրդարանը ձևավորվում է, բայց այդուհանդերձ մանդատները վերցրեց, հիմա հասկանում ենք, որ պայքարը տեղափոխվում է ազգային ժողովի պատերի ներսում եւ հասկանալի է, որ մենք տեսնելու ենք առաջիկայում էյֆորիկ վիճակներ, անվանարգումներ, վանկարգումներ, հայոյանքներ, ինչու՞ չէ նաև ծեծկրտուկ, տուր ու դմպոց, հայոյանքներ, հետեւաբար հայ ժողովուրդը այդ ցիկլը գալիս է նորից։ Ասում են, չէ, բոքսի տանձիկներ եք լինելու։ Դե հա, ժողովուրդը հենց այդպես է ասում է, եթե դուք վերցնում եք, ուրեմն եկեք, այդպես է լինելու է, հենց իշխանական կողմն է այդ մասին ասում։ Ամեն դեպքում, եթե Գերմանիայի այցը մենք Ալիևի փորձենք ամփոփել, դրանից հետո եղավ զանգը, այսինքն Բերլինում ինչ էր ստացել Ալիևը, որ Մերցը զանգահարեց Փաշինյանին եւ ինչի մասին խոսեցին կամ ինչի մասին խոսեցին, որի մասին մենք չենք պատկերացնում կամ չենք հասկանում, խոսել են ամեն դեպքում Ադրբեջան-Հայաստան այդ խաղաղության մասին, Տիգին Մարի, երբ որ մենք առանց քաղաքական բայղուշության, հա, ու կոնսպիրոլոգիական տեսություններով ենք խոսում, հստակ կարելի է ենթադրել, եթե հանդիպում է եղել, բացի այն, որ ֆորմալ բնույթով իրենց ռազմավարական դաշնակցային հարաբերություններ են քննարկել, բնականաբար քննարկել են Հայաստանի հետ խաղաղության համատեքստում Գերմանիայի մասնակցությունը որպես հարթակ։ Այո, հենց այնպես երկրի ղեկավարը չի զանգի մյուս երկրի ղեկավարին, հետևաբար սա եւս մի հարթակ է, որպես այդպեսին անունը տնենք հարթակ, որտեղից որ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանին, առավել եւս որ երկու կողմի հարաբերությունները բավականին բարձր ընկերական նույնիսկ մթնոլորտում են, հետևաբար ես կարծում եմ, որ չէր խանգարի Ալիևին մի հատ ակնարկել, որպեսզի Մերցը Փաշինյանին ուղերձղեր, որ այդուհանդերձ այն գործառույթները տնային առաջադրանքը, որը դրված իր առաջ, ի կատարածի, որտեվ
կա հետկուլիսային ասեն, ոչ հետկուլիսային ասեն պայմանավորվածություններ, որի արդյունքում նա պետք է այդ գործառույթը իրականացնի։ Արագացնելու, այո։ Եվ որոշակի չափով մերձի այդ արտենից զանգը իրենից ագնար գա, որ այսպես ասած ճագերտավոր երաշխավորի ինստիտուտ է ապահովում որպես Գերմանիան այդպեսին, որ այլ անվտանգային սեգմենտներ դա իր մեջ չի պարունակի, այսինքն գործիր եղբայր։ Այդ տրամաբանության շղթայում է։ Այստեղ այլ ինչ որ քաղաքական աստար հաղորդել կամ խոստումները ինչ որ տվել է Ալիևին։ Ի կատարածի մենք լավներն են, դրանք սահմանադրությունն է։ Հաջորդի։ Իսկ որտեղ են մնում մեր գերիները, հաջորդի, դրա մասին խոսք չկա։ Դատարանից նոր բան ստացանք Դավիթ Տերյակյանի հայտարարությունը, որը Էդմոն Մարուկյանը համարում է, որ ամենակարևոր եւ ուշագրավն էր այդ բոլոր ուղերձներից, որտեղ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա, չէ՞, որ շատ լուրջ քաղաքական իրավական գնահատական իր մեջ պարունակող բովանդակությունը շատ ինքնին հետաքրքիր էր։ Հարգելի Տիգին Մարիե, դուք հաշվի առեք, որ մի շարք վերպետական կառույցների, իրավական վերպետական կառույցների կողմից հազարում մի բանաձև ու որոշում է կայացվել գերիների մասով։ Եվ դրանք շատ լուրջ իրավական գործիքներ են Հայաստանի ձեռքին, որ կարող է օգտագործեն, բայց չեն օգտագործում, որովհետև ձեռք չի տալիս եւ այս պահին նրանք նպատակահարմար չեն գտնում։ Մեկնած ձեռք է, այսինքն այդ տնտեսական ձեռքին դեռ չի ուզում վնասել Նիկոլ Փաշինյանը։ Եկեք ընդունենք, որ այնտեղ պահվող հայ ռազմագերիները, ընդ որում հատկապես Պարսաստիճան ղեկավարությունը շատ մեղմ եմ ասում, Նիկոլ Փաշինյանի համար շատ լուրջ գլխացավանք են։ Բնականաբար նրանք չեն ուզենա, նա չի ուզենա, որ այդ մարդիկ որևէ կերպ վերադառնա Հայաստանի Հանրապետություն, որովհետև այդ մարդիկ նախ պետական գաղտնիքներ, առաջի կարգի գաղտնիքներ կրող անձինք են, երկրորդը մարդիկ են, որոնք որ շատ ինֆորմացիայի տիրապետող են, առավել եւս իր հետ ունեցել են առաջնահերթ կոնտակտ եւ տիրապետում են մի շարք իրավիճակների, որը որ տեղի ունեցել հատկապես 20-ից 23 թվականի ընթացքում։ Հետևաբար այդ մարդիկ, որ գան ու առավել եւս խոսեն, դա լուրջ խնդիր է իր համար։ Այդ մարդիկ ավելի իր համար ապահով են, որ Բաքվում նստած լինեն, քան որևէ կերպ վերադարձվեն Հայաստանին։ Ես ել եմ ասում, այնտեղ կան մարդիկ, որ կարող են մենք յուրաքանչյուրի հանդեպ որևիցե քաղաքական կարծիք չունենանք որպես մարդ կամ որպես լիդեր, կարանք չսիրենք, կարանք սիրենք, հարցը դա չի։ Հարցը այն է, որ նա իր անձնական ամբիցիաների ու քենապահությամբ է շարժվում, իսկ այդ մարդիկ խանգարում են իր գործին, ընդհանրապես իր քաղաքական անգամ կարիերային եւ ընդհանրապես հետագայի համար, որտեղ ել եմ կրկնում, իրենք շատ լուրջ ինֆորմացիայի կրողներ են։ Հետևաբար այդ մարդիկ եթե գան Հայաստան, վերադարձվեն Հայաստան, շատ լուրջ խնդիրներ կարող են։ Ուրիշ բան այդ մարդիկ անձնական վախերի, ֆոբիաների արդյունքում չխոսեն, բաներ կա չասեն, բայց այդուհանդերձ այդ մարդկանց անգամ ներկայությունը կջղաձգի իրեն։ Տեսեք, ամեն դեպքում իրադարձությունների մենք կհետևենք Գերմանիայի հետ կապված այս սա դեռ քննարկվում է Մերցի զանգը, Ալիևի այցը Գերմանիա։ Տեսեք, Ադրբեջանի նախագահը փաստորեն ստորագրել է իշխանազատված ազատագրված տարածքներում մշտական բնակեցման հիմնադրամ ստեղծելու ֆոնդ են ստեղծում այդ երեք շանթ հեռուստաընկերությունով Արտեմ Երկանյանը բավականին այսպես մեծ լուծություն տվեց։ Ամեն դեպքում սա ինչ է նշանակում։ Ալիևը ինչն է խախտում, խոստացել էր չէ արցախցիներին, որ երբ որ վերադառնաք, ձեր տները կտեսնեք ամեն դեպքում անվնաս, նորից ձեզ կվերադարձվեն, այս հիմնադրամը ինչ է անելու, այսինքն տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղից եւ հարակի շրջաններից իրենց բնակարանները վերադարձնելու խնդիրն է արդեն ինչ որտեղ փակուղում եւ ինչ է լինելու։ Սա կարևոր է այնքանով, որ արցախցիները դեռ հույս ունեն, չէ՞ որ վերադառնալու են, հույս ունեն, որ ամեն դեպքում փոխհատուցումներ ստանալու են։ Չէ, տեսեք, նախ ֆիկտիվ խոստում էր դա, ժամանակին տրված այդ խոստումը ֆիկտիվ էր, Ալիևի համար անգամ մեկ հայը առավել եւս Արցախի տարածքում խնդիր է։ Հենց ինքը հայաֆոբ լինելով հանդերձ, ինքը վախենում է, որտեվ գիտի մեկ հայը, եթե երկրորդ հայտնի գա, այդտեղ կարող է իր համար լուրջ խնդիրներ, որտեվ էլ եմ ասում, բացի այն, որ թշնամանք ու անտագոնիզմ է տածում առ այսօր, բաց ընդ որում այդ մասին ուղիղ իր հայտարարություններում ասելով, բայց այդուհանդերձ նա վախենում է հայերի վերադարձից։ Այդ ավտոնոմիայի ստեղծման գաղափարը իր համար
սահմռկեցուցիչ իրավիճակներ, որ ինքը ասում էր այդ մասին։ Ընդ որում այստեղ կա էլի մեկ մեծ վախ, որ նա առ այս պահը ունի եւ դա չի թաքցնում, անունը դնելով իհարկե ռևանշիզմի այս գաղափարը, բայց նա հասկանում է, որ անգամ եթե կանաչ ճանապարհ տրամադրվի կորիդոր հետ վերադառնալու իրավունք եւ այլն իրացվեն հայերի համար, չի բացառվում, որ Ղարաբաղյան նոր շարժում կարող է լինի, որ էլի գալու է մի պահ, երբ որ ռեպրեսիաներ է լինելու, երբ որ հավանական ցանկացած սցենար կարող է լինի եւ այդ ինքը այս պահին ունի 0 պրոբլեմ այդ մասով, որովհետեւ երբևիցե չհայաթափված Արցախը այսօր մեկ հայ այնտեղ չկա։ Հետևաբար նրա ձեռքերը բաց են այս պահին գործելու։ Հետևաբար ձեր ասած ֆոնդն էլ կստեղծի, հիմնադրամներ կստեղծի, եթե տեղյակ չեք, ասեմ, մանավանդ Միջին Ասիայի մի շարք երկրներ, թյուրքական երկրների հadoop բանագնացներ է ուղարկում այդ երկրներ, որպեսզի բանախոսեն, որ ներդրումներ տեղի ունենա Արցախի տարածքում շինարարական աշխատանքներ, հատկապես դպրոցներ, բուհեր եւ այլն։ Հետևաբար նրա խայլի անում այնտեղ Արցախի համալսարանը, որը վերանվանեց Ղարաբաղի համալսարան, այդ բնակելի տարածքները տները որպես հանրակացարաններ տրամադրում է ուսանողներին, այսինքն երիտասարդության հոսքն է նաև ապահովում այդ իր ասած ազատագրված տարածքները։ Բայց եկեք ֆիքսենք մի հատ շատ կարևոր բան։ Եթե դեմոգրաֆիական փոփոխությունը նայում ես Ադրբեջանի եւ այդ համատեքստում առհասարակ Արցախում ուրեմն տեղավորելու է, այսպես կոչվեց, այսպես ասեմ, ադրբեջանցիներով բնակեցնելու այդ արհեստական գործընթացը, ինչ եմ ասում արհեստական, որտեվ շատ-շատերը արդեն երկրորդ, երրորդ սերունդն են, որոնք որ բնակվում են Կանձագում, Կիրովաբադ, ապրում են ուրեմն ավելի մեծ քաղաքներում, Բաքվում, այդ մարդիկ չեն պատկերացնում իրենց ապրել այնտեղ։ Մանավանդ որ ինֆրաստրուկտուրաները այդուհանդերձ այնպես չեն զարգացել, շկանը ցույց են տալիս, որ այնտեղ դրախտ է ստեղծվել, հա։ Պայմանները չեն բավարարում աշխատելու, ապրելու համար։ Հետևաբար անգամ այն տարբերակը, որը նա դիտարկում էր, որ օրինակ մինչև 26 թվականի տարեվերջ, իհարկե դերևս 6 ամիս կա, բայց մաքսիմալ բնակեցնելու Արցախի տարածքը, ես ձեզ վստահեցնում եմ, իր իսկ նախանշած թվաբանությանը չի համընկնելու։ Եվ նա ունի այդտեղ խնդիր, որտեղ անգամ եթե դիկտատուրական իր բոլոր հնարքները գործարկի, որպեսզի զորբայությամբ մարդկանց ուղարկի այնտեղ բնակվելու, այդուհանդերձ մարդիկ գնում են տունը ստանում են, հետո հետ են վերադառնում։ Այսինքն այստեղ նաև բնակեցնելու խնդիրը նաև այնա, որ այդ տարածքը պետք է բնակեցվի մաքսիմալ կերպով։ Եվ այստեղ է, որ իրենք խնդիր են տեսնում։ Հիմա այդ ձեր ասած ֆոնդը որ կա, այո, ֆոնդը նաև շատ գեղեցիկ, փաթեթավորված, այսպես բաներ ունի, ֆինանսական օժանդակություն, օգնություն եւ այլն, որը որ պետք է անվճար բնակարաններ, այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ մարդը ինքնակամ ուզենա գնա, որտեղ նա հասկանում է, որ որքան է ավտորիտար ռեժիմի ղեկավարը, ինքը պարտադրելով է, պարտադրողին պարտադրել են արդեն այդքան է տեղավորվել են, ոչ ավել, ոչ պակաս։ Բայց ինքը խնդիր ունի հատկապես Հայաստանի հետ սահմանի հատվածում բնակեցնել այն գյուղերում, որը որ անմիջապես Հայաստանի Հանրապետության հետ սահմանագից գյուղեր են։ Այդտեղ բնակեցնելու լուրջ խնդիր ունի եւ ընդհանրապես այդտեղից մինչեւ 10-15 կիլոմետր խորությամբ ընկած գյուղ ու քաղաքներում բնակեցնելը։ Հետևաբար նաեւ այդ տարածքը դուք շատ լավ գիտեք, թե որոշ երկրների համար ինչ է որպես ծառայելու։ Ասենք տրամաբանորեն, եկեք հասկանանք։ 3 միջազգային կարգի օտանավակայան ստեղծել այդ մի փոքր տարածքում, ինչի համար էր պետք։ Այստեղ շատ լուրջ ռազմավարական, ռազմաստրատեգիական հարց են բարձրացնում։ Իհարկե ես դրա պատասխանը ունեմ եւ չեմ ուզում հիմա բարձրացնել, բայց դա ուրիշ բանի համար արվում։ Հետևենք իրադարձություններին, այժմ դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։
Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Ամեն դեպքում Ալիևի հետ կապված այս գործողությունները մտահոգիչ են մեզ համար, Արցախի այդ վերաբնակեցման, Արցախի այդ տարածքում այդ ֆոնդի ստեղծման համար, դե բնականաբար մենք պաշտոնական ոչ մի արձագանք եւ պատասխաններ չկա, որտեղ մեզ թույլ չեն տալիս խոսել այդ մասին, ասում են լռեք, որտեղ Մենք խոսում ենք, իշխանություններն են մենք լռում։ նկատի ունելով Հայաստանի Հանրապետություն եւ մարդիկ, ովքեր այդ բանակցային գործընթացներն են իրականացնում եւ դրան զուգահեռ էլ ինչ ունենք Մոսկվան, Բաքվին եւ Երևանին առաջարկում են նորից 3 գումարած 3 ձևաչափը այս հարթակը սա էլ եթե ավելացնենք այս ամենին բոլոր միջոցներով բոլոր դեպքերում Ալիևը շահեկան դիրքերում է գտնվում ինչ պետք է անենք մենք ընդհանրում դուք ասում եք մենք արդեն նոր խորհրդարան ունենք, պատկերը պատկերացնում ենք, եթե այդ մարդագողությունը չլինի, Նիկոլ Փաշինյանը ինքնուրույն չի կարողանալու որոշումներ կայացնի, այդ դեպքում ինչ են անելու, եթե փորձագետներից որոնք գտնում են, որ Կրեմլի ներկայացուցիչները մտնում են Հայաստանի Հանրապետության ազգային ժողով, ինչ է լինելու։ Թե տեսեք, տարբեր կարծիքներ կարող են հնչել ու որակումներ տալ Ես զերծ կմնամ նման որակումներից, կա տենց սեգմենտ, բայց ոչ դա ամբողջապես իրականությանն է համապատասխանում։ Հարցը այլ է, թե խորհրդարանում ընդդիմությունը ինչպիսի վարկագիծ կդրսևորի։ Եթե ասած ժողովրդի բոքսի տանձիկ է աշխատելու, 5 տարի ասեցինք ինչ ենք տեսնելու։ Եթե իրոք գործ են անելու, ապա հասկանալի է, որ պետք է մաքսիմալ իրանց գործիքակազմը օգտագործելով լեգիտիմ գործիքները, որ արդեն ընձեռվում է, հասկանալի է, որ պետք է ամեն ինչ անեն, որ թույլ չտան այն պրոյեկտները, որը պետք է իրականացվեն, դա իրականացվեն, հագահայկական, հագապետական։ Իրանց գործառույթը այս պահին դա է, բայց թույլ տվեք նաև իմ խիստ կասկածը հայտնել այդ մասով, որովհետև ես չեմ կարծում, որ
Քավլիցի անձնական դաշտ չեմ մտնում, թե անձնապես ամեն մեկը որ մարդիկ ենք տեսնելու, որոնց որ ընդհանրապես քաղաքականության մեջ չենք էլ տեսել։ Մարդիկ, որոնք որ ընդհանրապես ազգային ժողովի շենքի տեղը չգիտեն, բայց այսօր պատգամավոր են դառնում։ Հələ քաղաքական միտք կրող են, թե ընդհանրապես որ ու այդ մարդկանց վերապահված այո։ Արդյոք նրանք այնպիսի քաղաքական վարկագիծ կդրսևորեն, այնպիսի ճկուն քաղաքականություն կվարեն, որը որ կբերի նրան, որ կանխարգել են, կանխարգելիչ գործողություններ ստեղծեն, հա, իրավիճակ, որ նա չկարող է, այսպես ասած, իրենց ասած ձեռքերը կապեն, հա, որտեղ ասում եմ մանդատը վերցնում ենք, որ թույլ չտանք ISS անեն, ISN անեն։ Հետևաբար նախ այդտեղից, երկրորդը դրսի միջամտություն, այո, երբեք Ռուսաստանը անմնացորդ չի ուզեցել մնալ, իր ազդեցության կոդին չի ուզեցել զիջել ինչ-որ մեկին։ Դա փաստ է։ Այո, այդ կապը կա այդ ընդդիմադիր որոշ ուժերի հետ, հա, իրենց համար, իրենց քիմքին հաջո տեխնազուներ կային, ուժեր կան եւ այլն։ Ինչքանով է միջամտությունը, եթե այստեղ խոսում են, որ բացառապես ձերբազատվել են կախվածությունից, հատկապես ռուսական, ուրեմն այդտեղ իրենք մտորելու մտածմունքի տեղի չունեն։ Եթե ըստ երևույթի իրենք ասում են, որ մենք արդեն այնքան ենք ինքնուրույն, որ գավառի, չգիտեմ, այդ պլազդարմ պոլիգոն վիճակից դուրս ենք եկել, իհարկե մեկ ասում են, բայց մինչև հիմա հələ այդ բոլոր վերպեդագան կառույցներից սկսած մինչև տարբեր միավորումների մեջ կանք։ Ու այստեղ մարդկանց մոտ նաև տարակուսելի հարց առաջանում, բայց ոնց է լինում այդպես։ Հապկին բողոքում եք, հապկից դուրս չեք գալիս, ԵԱՏՄ-ից բողոքում եք, դուրս չեք գալիս, ԱՊՀ-ից բողոքում եք, դուրս չեք գալիս, բայց թափահարում եք, որ ռուսական ազդեցություն կա, բայ եթե ռուսական ազդեցություն, եթե նախ դու այդ կառույցների մեջ ես, արդեն դու այդ ազդեցության կոդում ես, իսկ այդ ֆինանսական աղբյուրներ եւ այլն, դու այսօր տիրապետում ես բոլոր այդ ֆինանսական հոսքերին, մուտքեր, ելքեր եւ այլն, հետեւաբար թափանցիկ գործիր, դեմը առ այս մասով։ Հիմա դեմը առնելը տեսանք, օրինակ Նարեկ Կարապետյանը, եթե չեմ սխալվում, 1 միլիարդ դրամի գրավի դիմաց, հա, այսինքն մարդիկ հասկանում են, որ ազատության գին են սահմանում, բռնում են ու ազատության գին են սահմանում։ Հիմա թող ժողովուրդը իր գնահատականը տա այս մասով, ել չասեն, որ շանտաժ, ռեպրեսիաներ, նվաստացման քաղաքականություն ել չասեմ Ծառուկյանի մասով, այսինքն մենք տեսնում ենք, որ այդ մարդը իր բոլոր հնարավոր միջոցներով ավտորիտար դիկտատուրիկ ռեժիմ ստեղծելով այդ մարդը անում այն ինչ որ քիմքին հաջող է իրեն դադավորի կարգ առանց կանոնմեղության կանխավարկած հաշվի առանց դադական որոշումներ ունենալու այդ մարդը գործում է այսինքն կուլակաթափ անում սննգացում անում ունեզրկում է այդ մարդկանց մի շարքին էլ փորձում է քաղաքական դիվիդենդներով չգիտեմ տարբեր մեթոդներով կամ գնել կամ ահաբեկել կամ շանտաժի լեզվով այսինքն այդ մարդու ձեռագիրը դա է հիմա թե դուք մտնելով խորհրդարան այս ամեն ինչը ձեր աչքի առաջ այս ճնշումները որ բանեցում են եթե դուք կարող եք դիմադրել մի հատ էլ բոքսի տանձիկ չաշխատել ուրեմն հալալ է ձեզ մենք զանգ ունենք լսենք մեր հեռուստադիտողին որից հետո շարունակենք լսում ենք ձեզ դուք եթերում եք Այո, բարև ձեզ Տիկին Պետրոսյան, բարև ձեզ պարոն Կարապետյան, ողջույն, ողջունում ձեզ հրավիրել Պենդելից, պարոն Կարապետյան, մինչև հիմնական հարցը սանցրել է, դուք ակնարկեցիք, որ Արցախի տարածքում օգտագործվում են հավանաբար իսրայելական այդ բազաներ դեմ Իրանի, դա բոլորս գիտենք, կարծում եմ դա թաքցնելու կարիք չկա եւ չգիտեմ ինչու մենք հայերս պետք է դրանից անհանգստանանք, եթե Ադրբեջանի դեմ ինչ-որ բան կատարվի, դա Ադրբեջանին կլինի մյուս կողմից էլ որքան ուշ կամ պակաս լինի Իրանի միջուկային զենք ձեռքբերելու հավանականությունը, այնքան մեծ ավելի լավ, դա ինձ չի անհանգստացնում, բայց իմ հարցը Մերսի հետ է կապված։ Դուք նշեցիք, որ հավանաբար Մերսը զանգել է Փաշինյանին եւ ասել տնային աշխատանքները կատարի։ Ես կուզենայի նման որևէ հիմք կա դա կարծելու, ես ընդհանրապես զգուշ եմ վերաբերվում, երբ որ մեր վարչապետի կամ դեր վարչապետի սխալների համար մենք մեղադրում ենք Եվրոպային։ Երբևէ Եվրոպան որևէ ցանկություն հայտնել է, որ Հայաստանի համարությունը պետք է փոխվի, դա Եվրոպայի համար որևէ առաջնահերթություն է արդյոք։ Ես կարծացի հոդվածը Մերսը քննարկել է, որ Հարավային Կովկասի դերը ուժեղանում է։ Հնարավոր է, որ Մերսը ենթադրենք քննարկել է Փաշինյանի հետ, թե ինչպես է ընթանում այդ թրիփը, միգուցե Եվրոպան էլ է ցանկանում թրիփի մեջ մտնել, մենք գիտենք որ դա կա,
միգուցե այդ Եվրոպայի դերը ուժեղացնելու համար որևէ հիմք կա ենթադրելու, որ Եվրոպան հետաքրքրված է Հայաստանի սահմանության փոփոխությամբ։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Շնորհակալ եմ կարևոր հարցադրման համար, ես իմ խոսքում շատ հստակ ասեցի, որ հեռախոսի մյուս կողմում մենք չենք եղել եւ բնականաբար քաղաքական վանգայություններով ես չեմ զբաղվում։ Խիստ հավանական տարբերակը ունեցած ինֆորմացիաների աղբյուրում կարելի է ընդհանրապես վերլուծել, թե ինչ կարող է լինի։ Այո, մերձի համար եւ ընդհանրապես Գերմանիայի համար, գիտեք, այնքանով կարևոր չէ կամ կարևոր է սահմանադրության փոփոխությունը, քան դրա արդյունքում խաղաղության հաստատումը, միջպետական հարաբերություններ եւ այդ արդյունքում այո ինչու՞ չէ նաեւ TRIP-ի մասով իրենց մասնակցությունը ներգրավվածությունը այդ մեգա պրոյեկտին, որովհետեւ բոլորն են ցանկանում այդ լոգիստիկ ենթակառուցվածքի մեջ ինչ որ միտեղ ունենան առավելևս խոսքը գնում է 40-ից 44 կիլոմետրի հատվածում։ Եվ եթե դա միջանցքի տրամաբանության շղթայի մեջ ենք նայում, բոլոր եվրոպական երկրները կցանկանան, որ այդ ենթակառուցվածքների մեջ իրենք ներգրաված ունենան։ Հետևաբար մերձի զանգի մեջ բնականաբար մենակ դա չի լինի։ Կարելի է ընդհանրապես առողջ ենթադրություն անել, որ մերձը նաև դա է ասել, որովհետև այդ ամեն ինչի գինը նախ պետք է լինի խաղաթուղթ հաղթանակած խաղաղություն կոչվածը, որի հիմքի վրա կառուցվում է այդ ամբողջ ճարտարապետությունը, ֆինանսատնտեսական, բիզնես պրոյեկտը, որովհետև TRIP-ը ինքը իրեն, TRIP+ հիմնադրամները ինքը իրենից, որ դիտարկում ենք, ինքը ամբողջությամբ բիզնես պրոյեկտ է, մեգա պրոյեկտ է բիզնես։ Հետևաբար այո, դա էլ են խոսել, նաև են խոսել, մենք ասեցինք, որ մենք առհասարակ Գերմանիայի հետ եւս ունենք ռազմավարական դաշնակցային հուշագիր, հետևաբար այդ մասով էլ խոսակցություն գնացած կլինի։ Այստեղ խնդիրը այլ է, որ այն տրամաբանության շղթայում, որ Ալիևը գտնվում էր այնտեղ եւ հավանաբար խոսակցության թեման նաև պետք է լիներ դա, որովհետեւ առաջնահերթ հիմա դրված է թե արդեն իսկ նախաստորագրված պայմանագիրը վերջնականապես ստորագրվելու է թե ոչ։ Եվ հետևաբար մերձը նաև ինչպես այլ լիդերներ, հա, Մակրոնը կլինի, մի շարք այլ եվրոպական երկրների լիդերներ, ես ենթադրում եմ, դա առողջ ենթադրություն է, որ կարող են պնդել, որ ամեն գնով, եթե դա է գինը, ընտառաջի կոմպրոմիսի գնա, չգիտեմ, անունը ինչպես ուզում ենք դնել, բայց հասեք նրան, որ խաղաղությունը Խաղաղության այլ ճնշումների մի շարան է, որը թելադրվում է, ճնշում, գիտեք, անգլերենում շատ լավ բառ կա դրա, soft power-ի կիրառում է, փափուկ ուժի կիրառումն է, եւ այստեղ MBC, այսպես ասած, Ռասկլադա հիմա տարածաշրջանում, որ պատերազմի հավանականությունը երբ շատ քիչ է, արդեն հասկանալի է, որ այդ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից, տարբեր լիդերների խնդրանքով լինի, պարտադրանքով լինի, հա, ինչ որ մի ձև զանգ ակնարկներով պետք է ասեմ, որ ամեն դեպքում ով ազդեցություն ունի կամ բարեդրացիական հարաբերությունների մեջ, մյուս կողմին միջնորդի ասի, որ գիտես, այսա կարելի անել։ Պարոն Կարապետյան, շտապում են նաև նրա համար, որ քանի դեռ դա մեր վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, որտեղ ոչինչ չեն կարող, չէ՞, մենք վստահ լինել, որ Գիտեք, մի իրավիճակ է, այո, շատ լավ բան եք, ճիշտ բան եք ասում։ Իրականում բոլորն էլ դիտարկում են այդ հանգամանքը, որ քանի դառն է նա է եւ բոլորին նա ձեռնտու է։ Բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին էսպային նրա ներկայությունը բավարարում է։ Բոլոր պատճառահետևանքներով հանդերձ, հետեւաբար քանի նա կա, պետք է մաքսիմալ օգտագործել այդ հնարավորությունը։ Որովհետև չգիտենք վաղը ով կգա ու ինչպիսի քաղաքական վարկագիծ կդրսևորվի։ Արգելի հայրենակիցներ, Նոյան Տապանը կրկին եթերում է։ Այս արտաքին հարաբերություններ, ներքաղաքական իրավիճակ, եթե ամփոփենք, Դավիթ, մենք ինչպիսի օգոստոսը է մեզ սպասվում։ Օգոստոսի 2-ի խորհրդարանն է ձևավորվելու, խոսակցություններ կան, որ թեժանալու է, տեսեք դուք ինքներդ եք ասում, որ պայքարը տեղափոխում են ազգային ժողով, մանդատները հենց այդ նպատակով էլ վերցրեցին։ Եվ հետաքրքիր էր, որ նաև շատերը հրաժարվեցին մանդատներից, հենց ընդդիմադիրները, ինքնաբացակ, որտեղ մարդիկ մտածում էին, որ ուզում էին ավելի շատ որպես իշխանություն մտնելու, քան թե որպես Նիկոլ Փաշինյանին ծառայող ընդդիմություն։ Այո, դա որոշները սկզբունքային հարցեր, որ փաստորեն հրաժարվեցին։ Քաղաքացիական պայմանագրի շրջանակներում է կատարվում վերադասավորումներ։ Մարզպետները հրաժարվեցին մանդատներից, նորից վերադառնում են մարզեր։ Օրինակ Արայիկ Հարությունյանի դիմումն է շատ քննարկման ենթակա դարձել։ Նիկոլ Փաշինյանի շատ մտերիմ մի մարդու, որի հետ հեղափոխության այդ սկզբից քայլելով
դժվարություններն անցնելով պետք է լինի պատգամավոր, թե Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում գիտի ում որտեղ է վերադասավորում։ Եվ հետո այսպեսի մի բան է, չէ, նկատելի, որ ոչ միտեղ երկար չի թողնում ոչ մեկ մնա։ Նույն Ալեն Սիմոնյանի կարծես թե հեշտ հանգիստ համակերպեցին, որ պետք է հեռանա։ Դա վերջից կամ իմ խոսքում միշտ եղել է հայտնի այն խոսույթը, երբ որ ասում են հեղափոխությունը խժռելու է իր զավակներին, վաղ թե ուշ դա լինելու է, ժամանակն է ամեն ինչի տեղը դնելու, անկախ միջամտություններից, որովհետև մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք որ շատ դեպքերում անսկզբունք են, քաղաքական ոտաբոբիկներ են շատերը ընդհանրապես քաղաքականության հետ առնչություն չունեն եւ չեն տեսել պատից կախ, տեսել են ճակատից կախ, հա, հետեւաբար այս են մարդիկ են, որոնք որ տարիների ընթացքում պետք է ոչ թե քաղաքականապես կայանային, այլ նաեւ տնտեսապես, ֆինանսապես մեծ ահռելի ռեսուրսների կրողը դառնային, որոնցից շատերը դարձել են ասաբնյակներ, ֆինանսական լուրջ եկամուտներ, որոշները ուզում են անգամ երկրից դուրս հանել այդ հնարավորությունները, այդ ամեն ինչը չի վրիպում։ Նախարարներ, որոնք հրաժարվում են արդեն շարունակել իրենց։ Չէ, տեսեք, առհասարակ այդ մարզպետների ինստիտուտը վերանում է, էլի նոր որոշում կա, ասեմ իմացեք։ Մարզպետ չպետք է լինի, այսինքն մարզային այդ կառուցվածքը ձևափոխում են։ Ընդ որում հենց հիմա ինստիտուցիոնալ այդ փոփոխություններն են գնում։ Դա նշանակում է նրանց ներկայացությունը այդ տարածաշրջանում, անկախ նրանից ուրիշ ֆորմատով կլինի, պարզա որ դա չեն զիջի, ուրիշ բանա թե այդ 10 մարզպետի հարցը ոնց են, իրենց նոր աշխատանք, նոր կարիերա հասկանալի։ Բայց այո, նոր հաստիկներ պետական ապարատը այնքան մեծ հասկացություն է, միտեղ կտեղավորեն ու ձեր հարցին եմ։ Այո, նա երկար չի պահում ինչ որ մեկի ինչ որ միտեղ շատ է ու դա տրամաբանորեն հետեւյալ բովանդակությունների մեջ գրում է փոխարինում են որ չհասկանա նախ ինչա կատարվում ներքին կուխնյան այսպես ասած ամբողջությամբ չտիրապետի հետո տիրապետելուց հետո մյուսը գա որ մեկը մյուսի վրա կոմպրոմատ ունենա այդ ինֆորմացիան հասնի իրեն այսպես մի հատ շղթա է ստեղծվում որ վերահսկելի է լինում ով ինչ արեց ոնց արեց ով ինչ գործարք ով ինչ ստորագրեց իր ժամանակահատվածում այս 1 տարի 2 տարի ինչ արեց հա եւ ես ավելի քան վստահ եմ որ բոլորի հանդեպ ընդ որում իր թիմագիստների հանդեպ ինքը ունի բոլորի հանդեպ կոմպրոմատի ու շանտաժի աղբյուր որին ոնց կիրառի մեկին աչքափակ կանի մեկին կասի ինքը դիմումդ գրի դուրս արի կամ մեկին SMS-ներ կուղարկի այդ ձեռագիրն էլ գիտենք այնպես որ ով իրենք դա շատ լավ գիտեն իրանց մոտ հենց հիմա այդ պերմանենտ ստրեսն է որ ամեն վարքյան կարող է ցանկացածը գիտենա որ առավոտյան կարդանա SMS կստանա որ դիմումդ գրի հեռացի հետեւաբար այն մարդիկ որոնք որ իր համար այսպես ասեմ առաջի կարգի էշելոնն են վստահության այդ մարդիկ եւս թիրախավորվում են իր կողմից ձեր թվարկած անունները այն մարդիկ են որոնք որ հիշում եք անմնացորդ նվիրյալներ են հա կուկուռուզ ուտելուց մինչև ցանկացած հայտարարություն որը որ իր անձնական որոշումը ու իր անձնական կարծիքը չէր այո այդ էնտուզիազմը այդ էնտուզիազմը չփրկեց շատերին ու չի փրկելու շատերին Այդպես մի հատ ԲՏԱ նախարարին մի հատ նայեք իմացեք ինչն է պատճառը որ դիմում է գրում հա իհարկե ձևակերպվում է որ սեփական դիմումի հիման վրա բայց այդտեղ ուրիշ խորշեր կան մի հատ ճշտեք է լրագրողն է պրոֆեսիոնալ այդ հնարավորությունը ունի փաստը այն է որ այդ մարդը էլ եմ ասում օր իր շրջապատը այն մարդկանց շրջանակը որ կա վստահության կրճատելու են ենթադրել է 1-2 մարդիկ կմնան որոնց որ անվերապահ պետք է իր աջակցությունը հայտնի ու մատով չկպնի, որովհետև ալտերնատիվ տարբերակ նաև չունի, որովհետև թիմային է, պետություն ղեկավարն էլ թիմային գործ է, եւ գոնե 1-2-ը պետք է լինեն, որոնց հետ կարելի է խոսել ամեն ինչ։ Եվ այդ վստահության շրջանակներում ես տեսնում եմ մի քանի հոգու, որ կմնան։ Պաշտպանության նախարարը Ենթադրել է, այո, ճապալության նախարարը, 3-4-ը, որոնք որ վստահել են իր համար։ ԿԳՄՍ նախարարը այդքան բողոքներ այդքան եւ այլն։ Դուք փոխարեն ասացիք, այ։
Ես խոսում եմ հանրության փոխարեն ձեզ հետ, որովհետև հանրությունն է այս խնդիրները բարձրացնում, հատկապես ընտրություններից հետո առողջապահության ոլորտում այդ ապահովագրության հետ կապված խնդիրներ են։ Այդ ինստիտուտն էլ շուտով կասկածի տակ կդրվի, որովհետև դա շատ լուրջ ֆինանսական խնդիրներ է ստեղծել բյուջեի համար եւ ուրիշ տարբերակներով, գիտեք, ալտերնատիվ փորձում են բյուջե լցել, ուրիշ տարբերակները ասելով, էլի ժողովրդի ջեբին ծեր տալով կամ մտնելով հենց ջեբը։ Այսինքն ժողովուրդը ճիշտ էր, ընտրակաշարք էր դա, ընտրեցին, ընտրակաշարքը տվեցին, ընտրեցին։ Հիմա դա ուրիշ ձևակերպում, ավելի մեղմ ձևակերպումներ ունի, որովհետեւ հենց այդ հակաիրավական բան իր մեջ ենթատեքստ չկրի։ Բայց դա տեսնում ենք ինչ։ Համենայն դեպս տեսեք, այնքան զավեշտալի է, այնքան ճղջիմ է այս ամեն ինչը, որ եղբայր դու էիր ասում, որ ամեն երկրորդը փող է վերցրել, որ մանդատ ստանա կամ ժողովրդին փող է տվել, հիշում եք իր հայտնի խոսքը, հա, որ մենք մաքուր ուժ ենք, որ ստացել ենք իրական թվեր, Ազատյուղի այդ զոհված զինծառայողների ծնողների ներասում ինչքան գումար են վերցրել, որ կան քարոզարշավի ժամանակ նման հայտարարություններ էր արվում։ Դա նորից եմ ասում, եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ասում է, ճակատը բաց, ես ասում եմ, որ Խիճս մաքուր է, որտեղ ամենաարտար ընտրությունն է, թափանցիկ արդար ազնիվ ցերեկով կարող են մի ողջ ուժի մանդատից զրկել, որ իրավունքը իրոք կար, 2-3 ընտրատեղամաս միանգամից չեղարկել ընտրությունները, դա ինչի մասին է։ Իդեպ, ինչպես եք բնութագրում ձեր գնահատականը Գագիկ Ծառուկյանի հանդեպ ինչի եղավ նման եւ ինչի է շարունակվում այս վերաբերմունքը։ Արդյոք ինչ-որ պայմանավորվածություններ ժխտեց Գագիկ Ծառուկյանը, խոստացել էր չմասնակցել ընտրություններին։ Տեսեք, Գագիկ Ծառուկյան ֆիգուրի մասով ես էլ եմ ասում, այդ մարդուն անձամբ չեմ ճանաչում, երբևիցե չեմ շփվել, ուղղակի անկեղծ շիտակ ասում եմ։ Նախ այդ ինչ որ մենք տեսանք քաղաքական նվաստացման սյադուցե օպերացիա էր, շոու էր։ Մեծ շոու են, շատ գեղեցիկ բեմադրված, մենակ պուլիմյոտչիկներ չկային, մեկ է դիպուկահարներ, այդտեղ տանկերն էլ մեկ է չեն բացակայում են։ Բայց այն ինչ որ տեղի ունեցավ, հասկանալի է, որ անձնական քենապահության վրեժխնդրության հոգին փառավորվելու շոու էր, որ պետք էր իրան դա ստանալ։ Ու այն գիտեք լեկտի պահվածքը, որ ասում է ես ոչ տեսել եմ, ոչ գիտեմ։ Լրագրողի հարցին, որ ինչու ասենք լավ էլի, որ չի կարել էլի այդ մակարդակի, ասենք ում ես հիմարի տեղ դրել։ Դա անցանք մյուս կողմ։ Այո, ընդ որում այդ մարդը ուղիղ կերպով ազդել է քո իշխանության գալու համար։ Այդ մարդն է արել, որ դու եկել ես իշխանության։ Այո։ Ժողովրդի ուրեմն կամքին գնալով այդ մարդը գնացել է նրան, որ դու եկել ես իշխանության, բացառապես նաև իր շնորհիվա, որ դու եկել ես, դու այդ մարդու երեխու հարսանիքին ես մասնակցել։ Ընդ որում, եթե օլիգարխիայի դեմ ես պայքարում, հա, ոնց է լինում, մի օլիգարխինք է, այնտեղ էլ մի հատ օլիգարխ ունեք, թե այնտեղ ջեբի օլիգարխին օգտագործման համար պետք է պահեն, բայց եթե դենց անգամ գործ է ստեղծում, որ 22-ից 24-25 թվականների մասին է։ Դու 18 թվականից իշխանության ես, այսինքն դու ուզում ես ասես, բա ինչ էին անում ձեր դատախազությունը, ձեր քննչական մարմինները։ Ինչ ասեք, արդարադատությունը հիմնականում ում է ավելի ով ունի հնարավորություն, ովքեր կապեր եւ փողեր ունեն։ Բա ինչի եղավ այնպես, որ հենց այս պահին որոշվեց, որ դրանք պետք է ջրի երես դնեն։ Քաղաքական հաշվեհարդարը։ Վերջ, իհարկե, միանշանակ, այլ տարբերակ էստեղ չա։ Սա քաղաքական ռեպրեսիաների ու քաղաքական հաշվեհարդարի արդյունքն է, ուրիշ ոչինչ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյատապանը կրկին եթերում է։ Պարոն Կարապետյան, ունենք բանակային կարգուկանոն ընդհանրապես ունենք, դուք էլ ինքներդ եք նախկին զին ծառայող եւ Նարեկ Թորոսյանի այս դեպքը նորից հանրությանը ասես բոլորս էլ վատ զգացինք իրավիճակից եւ ցավալին որն է փաստերը խաղաղ պայմաններում 8-րդ զինվորի մահն է այսպես արձանագրվում թե Նիկոլ Փաշինյանը թմկահարում է որ դիրքերում չունենք մենք մահ եւ երեք մի տվյալ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի 2026 թվականի 7 ամիսների ընթացքում զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես զինվորակացարայության հետ կապված, 19-ը չկապված։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է, որ տոտալ ողբերգություն է։
Տոտալ ողբերգություն։ Ժամկետներ կրճատեցինք։ Ժամկետներ 6 ամիս բոլորս էլ հասկացանք թե ինչի։ Հարգելի տիկին Մարի, տեսեք, այ ողբերգությունը դուք շատ լավ նշեցիք։ Այնա որ եթե թշնամու կրակոցի արդյունքում զոհված լիներ, պատերազմական իրավիճակում, դրան գալու այլ կլիներ, մոտեցումը նաև հասարակության այլ կլիներ։ Պատերազմի ժամանակ տղաները մեկը մյուսի թիկունքն է պահել կամ մեկը մյուսին է Ու այսօր փրկել։ խաղաղ պայմաններում այդ նույն հայը հային կարող է Հասցնում է։ վնասի կամ ինքնասպանության հասցնի, հա։ Այդ ողբերգություն է իհարկե։ Ընդ որում, գիտեք, այս մասով այնպես չի, որ վերջի տարին դա միշտ եղել է, բայց այսպիսի տենդենս չի եղել։ Ամբողջ 30 եւ ավելի տարիների ընթացքում հայկական բանակում եղել են այդպես դեպքեր։ Շատ վատ վերջնարդյունքով։ Եվ եթե շարունակվում, նշանակում է ոչ մի բան չի փոխվել։ Ուրիշ բան, որ այո, գիտեք, այդպես այդ քաղաքական ենթատեքստ տալով, որ պատերազմ չկա, սահմանի զոհ չկա, ուրեմն այդ մնացած զոհերը ուրիշ է, դա ոչինչ, ոչ։ Այդ խոսումը, որ դու կառույցը ներսից փտած է։ Այդ նշանակում է, որ դուք միջանձնային հարաբերությունները, այդ ինստիտուտը, որը ժամանակին խեղված էր, ինչ որտեղ փորձում էին կարգավորել, այդ ինստիտուտը չի գործում։ Գիտեք, հատուկ բարոյահոգեբանական, ուրեմն հատուկ մարդ կա այն բանակում, ցանկացած զորամասում, որը զբաղվում է այդ գծով, այսինքն հատուկ գծով մարդիկ կան, զինվորականներ, որոնք որ պերիոդիկ պետք է հաշվետվություն տան, ներկայացնեն զինվորի ուրեմն բարոյական, ուրեմն վիճակը, հոգեբանական վիճակը եւ այլն, ու այնպես անեն, որ նման ինցիդենտների ականատեսը չդառնանք, բայց փաստը այն է, որ այո 30-ից ավել զոհ խաղաղ պայմաններում դա գիտեք, այդ առաջնահերթ պաշտպանության նախարարության գենշտաբի պատասխանատվությունն է։ Այսինքն ինչի արդյունքում է դա եղել։ Միջանձնային հարաբերություններում այդ ինչ պետք է լինի։ Այդ ինչպիսի ամբիցիաներ պետք է լինեն զինվորների միջև։ Առաջի անգամ դիրքեր է բարձրացել տղան փաստորեն։ Չէ, ես ինքս տիրապետում եմ իրավիճան, ես գիտեմ ինչա տեղ ունենում։ Քրեական ենթամշակույթ կա այնտեղ, փողոցային վարկագիծ կա, պարկեր կան, որոնք որ թափանցել են։ Ճնշելու, նվաստացնելու, այսպես գողական, կիսագողական ինչ որ մշակույթ կա այդտեղ, մինչև հիմա։ Որտեղ է հրամ կազմը այդ դեպքում։ Ուրիշ բան է, այդ եմ ասում, հիմա եթե անցել էինք ելագով, չգիտեմ ինչով, ավելի լավ կենսապայմաններ ապահովելով զինվորն ընդ որում ասեմ անհամեմատ լավ, տարին կրճատել, կես տարով կրճատելով, իմ մոտ տրամաբանորեն հարցեր առաջ ասում են դա բանակա թե ինչ որ հյուրատուն է դառնում արդեն ընդ որում իրոք բարեկեցիկ պայմաններ էին ապահովել հիմա այսինքն այդ պայմաններում երբ որ պայմանները բարեկեցիկ են զինվորը այդ խնդիր չպետք է ունենար առնվազն այդ տիրույթում խնդիր չպետք է ունենար մեր ժամանակներում դերևս 10 տարի առաջ 15 տարի առաջ Երևանայք խայտարակ պատկեր էր եւ այդ ամեն ինչը գալիս էր չկավորությունից չունևորությունից հա կամ այդ վարկերը որ կային ուրիշ ձև է որտեվ ժամանակը փոխվել է հիմա այլ պատկեր են հիմա այդ միջանձնային հարաբերությունները ես դες վստահեցնում եմ այնպես չեն որ դրա արդյունքում պետք է զինվորը զինվորին խփի մի զինվորը որը որ պատերազմի ժամանակ նույն զինվորին փրկել է, այո, հենց սա է պատերազմի շատ քիչ ժամանակ է անցել։ Դրա համար եմ ասում, սա բացառապես սա իրենց պատասխանատվության կոդում է, վաղ թե ուշ նրանք պետք է պատասխանը տան։ Յուրաքանչյուր զինվորի մահի համար իրենք պատասխան պետք է։ Ուրիշ բան որ ֆինանսով ապահովում են, հա, ծնողի բերանը փակում են։ Այդ ամեն ինչը ունեն իրենք, այդ լավ գործիքները կիրառում են։ Բայց ուրիշ բան որ դա նշանակում է որ դու հաշտես որ նման դեպքեր կարող են լինել ու ընդունես որ դե պատերազմի ժամանակ չէ որ գրում ենք այսքան ուզով դե կարա պատահի դա եթե նույն եթե փողոցներում հիմա վախտում են դիգին մարի ցանկացած ավտոպատահարի դեպքում կամ ինչ որ սիգնալի պարագայում չի բացառվում որ մյուսը կհելնի առանց խոսելու կդանակահարի կամ կգնդակահարի։ Մենք տեսանք Երևանի փողոցներում ով քանի հոգի եւ այլն։ Հաստատի հիմա դու ապահոված չես որ ցանկացած նման տխմար դեպքի պատճառով կարող է անգամ ողբերգության ավարտ տեսնել։ Հետևաբար սա ողբերգություն է սա։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար։ Հետևենք իրադարձություններին, որոնք բավականին շատ արագ են զարգանում։ Հարկ լինելու դեպքում կրկին կհանդիպենք այս տաղավարում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք իրադարձություններին, մնացեք խաղաղությամբ։